Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող գործակցության հարցեր, ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Միետի միջև գործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստե գոհունակություն է նշվել դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ։ Պաշտոնյաներն անդրադարձ են կատարել Միետի վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման եւ վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը, ընդգծելով ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում Հայաստանի վճռականությունը։ ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ հանդիպմանն էլ Միրզոյանը շնորհավորել է վերջինիս ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ, ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին Եվրոպական խորհրդի հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։ Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական գործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում Հայաստանի պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացմանն ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Միրզոյանը գրառում է կատարել ԵԽԽՎ պաշտոնական հյուրերի մատյանում։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Ստրասբուրգյան հանդիպումներն այսքանով չեն սահմանափակվում։ Արտաքին գործերի նախարարը հաջորդիվ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Երկուստե կընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավվածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին եւ բարեփոխումներին Հայաստանի հանձնառության մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը։ Միրզոյանն ու Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում Հայաստանի մոտեցումները։ Ստրասբուրգում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքների գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Այն միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության միջոցով զարգացնելու արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում ԵԽ անդամ եւ դիտորդ երկիր, նաեւ Եվրամիությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։